Ողջույն սիրելի երևանցիներ, այս պահին գտնում ենք Դավիթ Հաշեն վարչական շրջանում, պետք է խոսեմ հեղատարների մասին, խցանված լինելու մասին եւ ընդհանուր առմամբ պետք է շրջայց կատարենք Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում եւ խոսենք հեղատարների մասին, որը որ բազմիցս բարձրաձայնել եմ ավականու նիստի ժամանակ եւ Երևանի քաղաքապետարանը իդեմս Տիգրան Ավինյանի միշտ ասել է, որ այդ հարցը իրենց տիրույթում չէ եւ դրանով պետք է զբաղվի Վիոլա ջուրը, բայց ինչպես մենք տեսնում ենք, տարիներ շարունակ Վիոլա ջուրը իր պարտականությունները չի կատարում եւ հեղատարները խցանված լինելով, երբ տեղատարապանձրևներ են լինում, ամբողջ Երևան քաղաքը վերածվում է լճի եւ երբ հեղատար համակարգը մաքրված չի լինում, այսպես ասած, եթե քաղաքապետարանը ասում է, որ դա մեր գործը չէ, բայց հեղատարները խցանված լինելով տարբեր վարչական շրջաններում, հերթով ես կնշեմ, եւ հեղատար համակարգը փակելում ջուրը գալով իր հետ բերում է ավազ, կեղտ, քար, աղտ, բերում է դեպի կենտրոն եւ անձրևը երբ արդեն ջուրը չի լինում, բոլոր ասֆալտը լինում է կեղտի մեջ կորված, այսինքն քաղաքապետարանը հավելյալ գումար է վճարում, հավելյալ չէ, այսինքն մեր քաղաքացիների վճարված գումարներից գումարներ են վճարվում, որպեսզի հավաքարները այդ աղբը մաքրեն, քանի եթե հեղատար համակարգը մաքուր լինի, այդ այսպես ասած ավազը ջրի հետ կգնա հեղատար համակարգները, անընդհատ պետք է հեղատար համակարգը մաքրեն։ Եվ դուք տեսնում եք հիմա այս պահին, տեսեք, այստեղ խցանված է եւ շարունակելով բոլոր հեղատար համակարգը այստեղ խցանված է, ոչ միայն այս կողքում, կամրջի մյուս կողքում նույնպես, հիմա մենք կադրերում կֆիքսենք, թե ինչ է կատարում եւ երբ ես հարցում ուղարկեցի, թե ինչքան գումար է ծախսվել Երևան քաղաքի հեղատար համակարգի մաքրման վրա, ինչ է կարծում, ինչ պատասխան եկավ ինձ, որ 0։ Այսինքն Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում հեղատար համակարգի վրա գումարներ ծախսել, այնինչ կան գումարներ դուրս գրված պահպանման համար, տարբեր հեղատար ցանցի կառուցման համար եւ անցած տարի 2024 թվականի գումարը ավելի մեծ էր եւ նրանք ոչ միայն հեղատար համակարգի պահպանման համար, նաեւ ինչպես դրոշակ սարքած Տիգրան Ավինյանը բարձրաձայնում է, որ այսքան կիլոմետր կոյուղատար համակարգ են կառուցել, նաև այդ ծրագրի մեջ եղել է հեղատար համակարգերի պահպանման ծրագրով գումարներ ծախսված, բայց այս տարի գումարը դարձել է 62 միլիոն դրամ, ես ման եկա, որ գտնեմ, թե հեղատար համակարգի համար ինչ ծրագրով գումարներ կա, ոչ միտեղ չկա, ընդամենը կար 62 միլիոն դրամ, տարբեր ջրահեռացման համար եւ հեղատար համակարգի պահպանման համար գումարներ, բայց այս տարի 2025 թվականին չի նախատեսվել, որ կամ նախատեսվել է մինչ իմ դիմումս պատասխանել են, որ 0 դրամ է ծախսվել այդ համակարգը մաքրելու վրա, հույսը դնելով Վիոլա ջրի վրա։ Իսկ Վիոլա ջուրը չի կատարում իր պարտականությունները, բայց ասեմ ձեզ, ով է բռնել քաղաքապետարանի ձեռքը, որպեսզի այո, ինչու չեն ինչ-որ միջամտում կամ թող խզեն պայմանագիրը կամ ինչ-որ կետ ավելացնեն, որպեսզի պարտադրեն Վիոլա ջրին իր աշխատանքները կատարեն։ Նաև ես խոսել եմ բազմիցս հեղատար համակարգի այս կափարիչների մասին, որը անորակ է, միշտ գիտեք ինչ վիճակ է մեզ կադրերում եղել, որ մենք նայել ենք 1 ամիս առաջ փոխված հեղատարի կափարիչը նորից կոտրվել է, փոխվել է, բարձրաձայնել եմ եւ փոխվել է նորից կոտրվել է, այսինքն անորակ տենդերներով անորակ ապրանք են գնում եւ այդ ապրանքը չի ծառայում, բայց իրանք ասում են, որ դա մեր գործը չէ, դա Վիոլա ջրի գործն է եւ այսպես շարունակ այս խնդիրը մնում է չլուծված։ Հիմա մենք շրջած կատարենք տարբեր վարչական շրջաններում, ես ձեզ ասեմ, խնդիրները կարող է մենք չարձանագրենք մի քանի վարչական շրջանում հեղատար, բայց դա չի նշանակում, որ այդ վարչական շրջանում չկա խցանված հեղատար։ Երևանի քաղաքի ավականին պարտավոր չէ դուրս գալ բոլոր վարչական շրջանի բակերով, փողոցներով պտտվել, որպեսզի արձանագրելուց հետո էլ ստանանք այդպիսի պատասխան, քանի որ բազմիցս ավականու նիստերի ժամանակ, երբ որ բարձրաձայնել եմ, դուք տեսաք նաև նախորդ շաբաթվա գործակարգավարականի ժամանակ Տիգրան Ավինյանն ասում էր ուրիշի աշխատանքն է եւ մարդիկ իրանց էշի տեղ են դնում, չեն անում։ Լավ, եթե այդպիսի որակումներ եք տալի, բա վերահսկողությունը ով պետք է անի։ Իբրև թե իրանք իրանց գործը
մի տեսակ սենց ասեմ այնպիսի մակարդակով են անում, որ մի հատ էլ մնացածին որակումներ են տալիս, դա ցույց է տալիս նրանց կատարած թե ասֆալտապատման աշխատանքները, թե աղբահանության, թե տրանսպորտի չարեփոխումները, այսպես ասած, տարբեր ոլորտներում նրանք ձախողել են եւ այս ոլորտը չեն ուզում վերցնեն իրենց վրա, քանի որ սա խնդրահարույց ոլորտի եւ երևացող գործ է, եթե սա չես մաքրում, ջուրը լցվելու է քաղաք, իսկ իրանք ինչ են անում, չեն վերցնում իրենց վրա, որպեսզի կամ չեն գնում վիոլա ջրի հետևից, որ քաղաքում այդ ջրհեղեղը որ լինում է, այսպես ասած տեղատարապ անձրևը որ գալիս է Երևանը դառնում է Վենետիկ, նրանք շատ բարդ ձևով խուսափում են եւ ասում են դա մեր գործը չի, հեղատար համակարգը պետք է վերահսկի մաքրի վիոլա ջուրը եւ չի մաքրում, դրա համար էլ քաղաքում էս վիճակն է։ Ինչն է Երևանի քաղաքապետարանի ստիպում շարունակել վիոլա ջրի հետ աշխատել, համագործակցել։ Նայեք, պայմանագիրը, ես չգիտեմ որ թվականին են պայմանագիրը կնքել վիոլա ջրի հետ, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն կարող այս պահին կետ ավելացնեն, թող դնեն այս հարցը, որովհետեւ սա բոլորի համար է։ Հեղատար համակարգը մաքրում է Երևան քաղաքը մաքուր լինելու համար։ Դուք տեսնում եք կամրջների տակ ինչ է կատարվում։ Ես հիմա կադրերի մեջ ունեմ տարբեր տեղեր, թե նոր վարչական շրջանի այդ մասիվ բարձրացող կամրջի տակ բոլոր հեղատարները խցանված են։ Դրա համար տեսնում ենք անձրևը գալուն պես մասիվ ավան գնացող ճանապարհը ինչ ջրի մեջ է հայտնվում։ Մենք գիտենք Փեթակի Խաչմերուկի են մետրոյի կամրջի տակ ինչ վիճակում է հայտնվում եւ անձրևաջրերը լցվում են այնտեղ, կինո Ռասիայի մոտ Խանջան Տիգրան մեծ հատվածում եւ սա շարունակ կարող եմ նշել եւ ես ձեզ ասեմ խնդիրներ կան, այս հեղատար համակարգը նոր չի որ այսպես է դարձել։ Հեղատար համակարգը ես 2 տարի արդեն ինչ ավականի եմ, մոտ 2 տարի է, ես բարձրաձայնում եմ եւ շատ կադրեր ունեմ, նաև իմ Facebook-յան էջում դրված է այդ կադրերը, որ հեղատար համակարգի այդ չլուծելը իրանց ինչ խնդիրները առաջացրել։ Փլուզում նախ եթե այս հեղատար համակարգը չի ջուրը մնում է այստեղ, ասֆալտը քայքայում է, այսինքն հավելյալ ծախս քաղաքապետարանի վրա նորից, այսինքն քաղաքացու վճարած գումարներից նորից գումար, ասֆալտից հետո նորից ասֆալտ, մեր գործընկերները տեսանյութերով ցույց են տվել, թե մարդիկ ինչպես են ասֆալտապատում արել Երևան քաղաքում, որտեղ 3 անգամ նույն տեղը ասֆալտ էին արել, եւ դա այս սրա արդյունքն է, որ այս հեղատար համակարգները չաշխատելու դեպքում ասֆալտը քայքայվում է եւ նորից փլուզվում է առաջանում հեղատար համակարգի կողքերը, եւ ես Շենգավիթ համայնքում հենց Ճողակաթի այգու դիմաց ոչ մի հեղատար չի աշխատում եւ անցած տարի ես նկարել բողոք ունենք դիմացի շենքերից եւ այդ հեղատար համակարգը երբ որ չի աշխատում անձրևաջրերը լցվում են առաջի հարկի բնակարանները, այսինքն դա արդեն քաղաքապետարանի խնդիրն է, այսինքն մի խնդիր չլուծելով առաջանում են մյուս խնդիրները։ Այդտեղից գանք Էրեբունի վարչական շրջան, այսպես կոչված ազատամարտիկների փողոցը ամբողջովին դպրոցի դիմաց այդ հատվածում ոչ մի հեղատար համակարգ չի աշխատում, Ռոստովյան Խաչմերուկում չի աշխատում, բարձրանանք Նոր-Նորքում հիմա բոլոր կադրերը հերթով մենք կդիտենք, Նոր-Նորքում այնտեղ մոլդովական փողոցի վրա ոչ մի հեղատար համակարգ չի աշխատում, այսինքն երբ անձրևաջրերը գալիս են, անձրևաջրերը այդ մոլդովական փողոցով, այդ պաշտպանության նախարարության կողմից, այսպես ասած վերևի սեփական այդ հատվածից Բագրևանդի փողոցից այդ քարը, կեղտը բերում են ուղիղ քաղաք, որովհետև նույն ձև չի աշխատում Միասնիկյան պողոտայի համակարգը, հեղատար համակարգը, ես կադրերում հիմա ձեզ ցույց կտամ, այսինքն խնդիրներ, այդտեղ Ավան վարչական շրջան, պաշտպանության նախարարության փողոցը այսպես կոչված Դուրյան թաղամասում ոչ մի հեղատար չկա, այսպես ասած 10 հեղատար համակարգ եմ ես նկատել, կադրերը դուք կտեսնեք հիմա, այդտեղ ոչ մի հեղատար համակարգ չի աշխատում։ Ավան վարչական շրջանում Բաբաջանյան փողոցում ասֆալտապատումն արել էին հեղատար համակարգի այս տարի արդեն խցանված ոչ մի բան արված չի։ Աճարյան փողոցում բոլոր հատվածներում այս վիճակն է եւ սա շատ շտապ լուծում է պահանջում եւ քաղաքապետարանը պետք է անմիջապես վիոլա ջրի հետ ովքեր որ զբաղվում են այս հարցով կանչել եւ այդ պայմանագիրը մի հատ վերանայել։ Կամ պայմանագիրը պետք է խզվի, կամ կետեր պետք է ավելացվեն եւ վերահսկողություն պետք է լինի։ Հիմա շարունակենք, տեսեք թե ինչ է կատարվում այստեղ։ Նայեք, այստեղ խցանված է, մնացած է, եկեք նայենք։
ամբողջովին փակ է։ Ամբողջովին փակ է այստեղ։ Համակարգը չի աշխատում։ Այստեղ ինտերնետը մի քիչ քիչ է, բայց տեսնում եք, որ այստեղ էլ է խցանված ամբողջովին ոչ մի համակարգի հեղատար համակարգ չի երևում այնտեղ, որ կարող է ջուրը լցվի այդ գնա։ Այսինքն ես նկատել եմ այստեղ, որ ինքը անձրևի ժամանակ այս հեղատար համակարգը լիքն է եղել, այսինքն այստեղով ջուրը չի անցել։ Ջուրը փողոցով ընդհանրապես գնացել է։ Հիմա փորձենք անցնենք մյուս կողմը եւ տեսեք կամրջի մյուս հատվածներում ինչ վիճակում է գտնվում եւ այսպիսի համակարգը չմաքրել այս կամրջի վաղ այս կամրջիների հետ ենք խնդիր ունենալու եւ վարորդները ավելի անվտանգ պետք է երթևեկեն այստեղ կամրջի վրա ավելի անապահով է, երբ որ ջուրը գալիս է, վարորդները իսկ հասկանան, ջուրը երբ որ մեծականակ գալիս է, ղեկը չի ենթարկվում։ Կամրջի վրա ղեկը կարող է չի ենթարկվել եւ վթար պատճառ դառնալ։ Ես այնտեղ հիմա ձեզ ցույց կտամ, հենց հեղատարը որտեղ որ խցանված է, այնտեղ վթար է եղել, այս հենապատը, այս պահպանիչ հենապատը ինչ եղել, ծրվել է։ Համեցեք գնանք մյուս։ Նայեք, հիմա եկանք մյուս հատվածը, կամրջի բոլոր 4 կողմը, նայեք, արդեն խոտը աճ է, նայեք ինչ վիճակում է գտնվում հեղատար համակարգը։ Նայեք, ու սենց շարունակ։ Ես ձեզ ցույց տվեցի, մյուս կողմը արդեն 3-4 տեղ տեսակ ինչ վիճակում է գտնվում։ Այսինքն այստեղ ինչքան էլ բարեկարգեն, ինչ էլ անեն, եթե այս հեղատար համակարգը չաշխատեց, քայքայվելու է այս ասֆալտը եւ այստեղ ասֆալտ բետոնյա աշխատանքները այս տարի են կատարվել։ Եվ այն անկյունի վրա բոլոր վարորդները կփաստեն, որ այնտեղ հեղատար համակարգի կապարիչը մոտ 1 տարի չկար արդեն։ Նոր անելուց կապարիչը դրել են, բայց կապարիչը դրել են, բայց հեղատար համակարգը այսպես խցանված։ Եկեք շարունակենք եւ տեսեք, որ 4 բոլորը Դավիթ Թաշեն վարչական շրջանի 4 բոլորը կամուրջի 4 բոլոր հեղատար համակարգը խցանված է։ Այսինքն սա հիմքերը քանդելու է, այս ճանապարհները քանդվելու են։ Այս հեղատար համակարգի հարցը պետք է շուտապույտ լուծում ստանա Երևանի քաղաքապետարանի կողմից։ Ինչու Երևանի քաղաքապետարանի կողմից, որովհետև մնացած աշխատանքները ինչը կախված է հեղատար համակարգի հետ, ինչը որ սա խցանված լինելով փողոցն է աղտոտվում, ասֆալտն է քանդվում, սա վճարվում է մեր քաղաքացու գրպանից, սա վճարվում է մեր քաղաքացու վճարած հարկերից։ Դա համար եմ ասում, Երևան քաղաքը պետք է վիոլա ջրի հետ նորից եմ կրկնում պայմանագիրը վերանայի կամ խզի։ Հիմա տեսեք իմ ձեռքում եմ փաստաթուղթն է, որով ես հարցում եմ կատարել եւ ինձ պատասխանել են, որ ոչ մի վարչական շրջանի ղեկավարներից բռնած եւ Երևան քաղաքի կոմունալ տնտեսության վարչության կողմից եւ վարչական շրջանի ղեկավարների կողմից ոչ մի գումար չի ծախսվել հեղատար համակարգի մաքրման համար։ Հիմա այստեղ անվտանգության կանոններից ելնելով խնդրում եմ մեքենայից չենք իջնի, ես կդանդաղացնեմ, դուք ցույց տվեք, որ ինչ է վերածվել հեղատար համակարգը, խնդրեմ, ծաղկանոցի է վերածվել, նայեք, 4 կողմը Դավթաշեն կամուրջի այս վիճակում է գտնվում, քանի որ հիմա մեքենաները ետևից կանգնեցին, մենք չենք կարող այդպես մանրամասն նկարել, բայց ես ուզում եմ ասել, որ այսպիսի պատասխան են մեզ տվել։ Նյուժելի ոչ մի վարչական շրջանի ղեկավար չի մտածում իր վարչական շրջանի մասին, քանի որ այսպիսի համակարգ ունենալով նաև մնացած խնդիրները առաջանում են այդ հեղեղների ժամանակ, այսինքն իրանք բռնում են այս եզրաքարերը փոխում են, ասֆալտանում են, բայց ջուրը գալիս է այդ եզրաքարերի տակ քանդում է։ Այնինչ կարա հեղատար համակարգով գնա եւ այդ վնասները չպատճառի մեր քաղաքին, մեր վարչական շրջաններին։ Ես զարմանում եմ ուղղակի վարչական շրջանի ղեկավարները ինչու չեն բարձրացնում այդ հարցը, որ դիմեն Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնած, ապօրինի ստանձնած Տիգրան Ավինյանին, որ այս հարցներ պետք է լուծել։ Բոլորը սուս են մնում, իրենք ոչ մի բանի չեն խառնում, ես էլ ինչպես նշեցի, չեն խառնում նրա համար, որովհետև իրանց համար նաև գլխացավանք է սա։ Եթե հեղատար համակարգը մաքուր լինի եւ իրանք այդ մաքրումը, այդ մնացած հարցերը, այդ փոշին ու կեղտը, այդ ավազը, որ տեսնում ենք ասֆալտ բետոնյա ծածկի վրա, իրանք չեն կարող հիմնավորել, ասելով, որ սա վիոլա ջուրը չի մաքրել եւ այդ կեղտը լցվել է ասֆալտի վրա։ Հիմա մենք փորձենք իջնել Կենտրոն վարչական շրջան Հրազդանի կիրճ եւ տեսեք այնտեղ ինչ է կատարվում։ Երբ սա այն ժամանակ, երբ ուզում են Հրազդանի կիրճը սարքել սպորտային զբոսանքի վայր, բայց եթե այդ հեղատար համակարգը այդպես մնա, ինչ անձրևի դեպքում ինչ է կատարվելու այդտեղ, սպորտսմենները ոնց են
վազելու կամ այդ քար ու կեղտը երբ որ գալիս է լցվում է փողոցի վրա հասցնել են արդյոք մաքրել որպեսզի սպորտսմենը անվտանգ վազի, հեծանը որտեղ անվտանգ հեծանիվը քշի եւ այդպես շարունակ եւ այստեղ նայեք ջրահեռացման կոմունիկացիոն ցանցի կառուցում 2024 թվականին 1 միլիարդ 823 միլիոն գումար է ծախսվել, բայց այս տարի նույն ջրահեռացման կոմունիկացիոն ցանց 62 միլիոն են տրամադրել, այսինքն տարբերությունը տեսնում եք ինչքան մեծ է, ինչու են իջեցրել, ինչ է, կանային ինչ-որ մի գումար հատկացնեն տարբեր վարչական շրջաններին, ինչ-որ մի տեղից այդ գումարը հայթայթեն կամ մի քիչ համերգներ պատվիրեն, մնացած հարկան պարգևավճար քիչ տան եւ այս հարցը լուծի քաղաքապետարանը, ինչու՞ չէ, եթե կարելի է նաեւ օգնել Վիոլա ջրին ասելով թե բաժանեն ինչ-որ աշխատանքներ, եթե Վիոլա ջուրը տարվա ընթացքում 5 անգամ կմաքրի հեղատար համակարգը, թող մեկ անգամ էլ Երևանի քաղաքապետարանը մաքրի, եւ դրանով ինքը իսկ ցույց տա, թե ինչպես է կատարվում աշխատանքները Վիոլա ջրին, որ քաղաքապետարանը այդպես չի, որ ձեռները ծալում են, նստում է, այնինչ ես ինչպես նշեցի, կարող են ասում են տարբեր չինովնիկներ իրենց աշխատանքները չեն կատարում, իրենց էշի տեղ են դնում, բայց Ժողովուրդ ջան, ես ձեզ ցույց տվեցի, սիրելի հայրենակիցներ, թե ինչ գումարների մասին է խոսքս։ Հիմա շարունակեմ Հրազդանի կիրճ եւ տեսեք այնտեղ ինչ է կատարվում, այնուհետեւ տարբեր վարչական շրջաններով կպտտվենք եւ ես ձեզ ցույց կտամ այս մի քանի ժամվա մեջ, մինչեւ ձեր մոտենալը, ինչքան հեղատար համակարգ եմ ես հայտնաբերել, ինչքան հեղատար համակարգ եմ գտել։ Նաեւ ասեմ, որ այդ հեղատար համակարգերի խցանված համակարգերի մեջ կան նախորդ տարի եւ 2024-2023 թվականի հեղատաներ, որոնք որ չեն մաքրվել մինչ այսօր։ Այսինքն ամբողջովին անտեսված է հեղատար համակարգը Երևան քաղաքի եւ զարմանալի չէ, սիրելի քաղաքացիներ, որ անձրևները գալու դեպքում դուք տեսնում եք այն, ինչը որ կատարվում է մեր քաղաքում, Երևան քաղաքը դառնում է Վենետիկ։ Երևան քաղաքը դառնում է վերածվում է տարբեր գետերի, փողոցներով գետեր են հոսում ուղղակիորեն եւ այդ ամբողջը ես նշեցի բարձրանալով հիմա նոր վարչական շրջան, Ավան վարչական շրջան, Միասնիկյան պողոտայով, որտեղ որ համակարգը ամբողջովին խցանված է, այդ ամբողջ ջուրը հայտնվում է Երևան քաղաքում։ Եվ խնդրեմ հիմա Հրազդանի կիրճում ենք, նայեք հեղատարները այս բանից սկսում ենք, տեսեք ինչ վիճակում են գտնվում, նայեք քանի հեղատար է խցանված այստեղ, քանի հեղատար։ Եվ այս այն դեպքում, երբ ուզում են այստեղ բարեփոխեն, այստեղ ուզում են սպորտային տարածք, զբոսաշրջության տարածք սարքեն, բայց նայեք բոլոր հեղատար համակարգը, բացառապես այս մեկն էր, այս մի քանիսն էր, ես նկատել եմ, մնացած խնդրեմ, չենք ասել, նայեք համ կոտրված, համ խցանված։ Եմ մոտենամ, նայեք ինչ է, ծառը աճ է մեջ, նայեք հենա, երկու տեղներ ծառ է աճել։ Շրջենք մնացած վարչական շրջաններում եւ կադրերով դուք ինքները կտեսնեք, թե ինչ է կատարվում։ Եվ բոլոր վարչական շրջանների ղեկավարները պետք է այս հարցը բարձրաձայնեն, որովհետեւ իրենց իսկ վարչական շրջաններում է այս խնդիրը եւ Տիգրան Ավինյանը տարբեր պատճառաբանություններ բերելով կարող է ասել, որ մենք մեղավոր չենք, բայց նույնժել դուք ձեր վարչական շրջանի մասին չեք մտածում, վարչական շրջանի ղեկավարներ, բացի թողած վիճակ է, բոլոր վարչական շրջաններում այս խնդիրը կա, թերևս այսքանը մնացածը կադրերով ձեզ ցույց կտանք եւ դուք տեսնեք, թե ինչ է կատարվում Երևան քաղաքում, շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ եւ Մայր Հայաստան խմբակցությունը միշտ հետևողական է լինելու, այսպիսի խնդիրներ բարձրաձայնելու է, ինչքան էլ քաղաքային իշխանությունները իրենց վրայից գցեն եւ ասեն սա մեր գործը չէ, բայց Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամները միշտ բարձրաձայնելու են, միշտ մեր ժողովրդին տեղյակ են բերելու, թե ինչ է կատարվում վարչական շրջաններում, ինչու է անձրևից հետո Երևան քաղաքը վերածվում լիճի։ Եվ պարզ բոլորը տեսակ այս մեկ ժամվա ընթացքում ինչքան հեղատար համակարգ կար մեզ հանդիպես ճանապարհին, մենք փորձեցինք ցույց տալ մեր քաղաքացիներին։ Շնորհակալ եմ։